Սա մաս երկրորդն է և դուք կարող եք աշխատել ուրեմն այստեղ Վեներան երկրորդ տանը ցուլի, դա խոսում է այն մասին, որ դուք կարող եք աշխատել ինչ կապ ունի գեղեցկության սրահի հետ, նաև կարող եք ձեր ոլորտում դասեր տալ, նկարչության հետ է կապված, դիզայներական աշխատանքների հետ, ինտերիերների, հա։ Իսկ ինչպես դուք կարող եք դա անել, դուք կարող եք դա քարն է այդպիսին իմպերատրիցան է, նաև ունեք արտիստիկ հատկություններ, որոնք կարող եք բացել ձեր մեջ, հա, նաև դերասանական ձեր տաղանդները, ձեր շուրջը պետք է լինեն այնպիսի մարդիկ ուրախ, ինչպիսին նաև դուք եք, նաև դուք կարող եք վարսավիրականի հետ կապված, դիզայներականի հետ կապված, ծաղիկների, ֆլորիստիկայի հետ կապված դասեր տալ, սովորեցնել, հա, այստեղ պետք չի անվստահ լինել, դուք պետք է նպատակ ունենաք, վերցնեք թուղթ, գրիչ կամ բլոկնոտ, սկսեք ձեր նպատակները գրել, ինչ եմ ես ուզում, այնինչ ձեզ վերաբերվում էր, ինչի համար եմ ես դա ուզում և ինչպես եմ ուզում ես դրան հասնել, դնելով կամաց ձեր նպատակները և կամաց գնալով ձեր նպատակների երազանքների հետևից, որը ձեր առաքինությունն է, սովորելու հետ կապված նաև դա երկրորդ, երրորդ մարդիկ են, ում հետ դուք կարող եք այսպես հեռավորության վրա ճիշտ ուսուցիչ նաև գտնել և նրա մոտ սովորել ձեր տաղանդը բացելով, ձեր այս Վեներայի գեղեցիկ, հա, երկրորդ տանը, դա ինչն է, նաև ֆինանսները ձեր, մեծ ֆունդամենտները և դրա համար դուք պետք է մեծ երկար ֆունդամենտ դնեք, չլսելով երկրորդ, երրորդ մարդիկ, թե ինչ կարծիք կարող են հայտնել, անգամ այստեղ մայրը մեծ կապ ունի, եթե ձեր մայրը, օրինակ դուք մեծ եք 18+, այստեղ դուք եք որոշում ձեր կյանքը, այլ ոչ թե ձեր մայրը, որը կարող է ձեր կարման վերցնել իր վրա, այսինքն ասելով չէ, դու սա չպետք է սովորես, այլ նա պետք է սովորես, որը ձեզ կարող է դարձնել անվստահ։ Եվ ինչպես դուք կարող եք դա անել որպես խորհուրդ վերին ուժերից, Բաշնյան է դուրս եկել, այստեղ այլ կերպ է ասվում, ստեղծիր թեկուզ քաոսում քո այդ ստվերոտ, քաոսում քո լույսը, Աստծո կարելի է ասել աշտարակը, հենց ոչինչ չի քանդում այստեղ, թողնելով միայն այն, ինչ դու պետք է լույս տաս մարդկանց, առանց, հա, ուրեմն անվստահ լինելու, լինում ես վստահ, քայլելով առաջ, մտածելով քո